Թե ինչպես 47 տարի առաջ նա ուղեգրվեց Դիլիջան եւ այդպես էլ մնաց Դիլիջանում, իր կյանքը աշխատեց, ապրեց այստեղ եւ նվիրվեց դիլիջանցիներին եւ ընդհանուր առմամբ իր աշխատանքային գործունեության ընթացքում սպասարկեց բժիշկների բուժառուներին շուրջ 200,000 անգամ։ Սա ֆանտաստիկ թիվ է, պատկառելի թիվ է եւ հարգանքի արժանի մի բժշկուհու պիտի ներկայացնեմ Կարինե Ավագյան, թերապևտ եւ կարդիոլոգ։ Հատկանշական է, որ ընտանիքում 3 քույրերն էլ բժիշկներ են, նա ավագ քույրն է եւ հրաշալի հանդիպում ունենք այս պահին ձեզ հետ։ Չեք ափսոսում, որ եկաք Դիլիջան, կարծում եմ դուք գտել եք Հայաստանի եւ աշխարհի ամենականաչ, ամենահրաշալի քաղաքը եւ ինչպես այնուամենայնիվ որոշեցիք մնաք։ 85 թվականին երբ ավարտեցի պետական բժշկական ինստիտուտը, ուղեգրվեցի Դիլիջան։ Եկա ու մնացի ու ինձ Դիլիջանը գերեց, մնացի եւ դժգոհ չեմ։ Ժողովուրդը սիրեց ինձ եւ ես ժողովրդին։ Շատ լավ, ընտանիքում 3 քույրեր բժշկուհիներ եւ դուք ավագն եք, ենթադրում եմ ձեր քույրերը արդեն նաեւ ձեր օրինակով են ցանկացել բժիշկ դառնալ, թե չէ, դրա մասին մի քիչ պատմեք եւ մասնագիտության ընտրությունը ինչպես է եղել։ Ես չի ասի, որ ինձանով գնաց այդ ամեն ինչը, մենք երեքս էլ որոշել էինք։ Սկզբանե մենք տեսել ենք մեր հորաքրոջը, որ աշխատել է բժիշկ, ես Կարմիրից եմ, Կրասնոսիլսկ շրջանից, եւ քույրիկներս տեսան ինձ, որ ես գնացի բժշկական, դրանից հետո սիրեցինք բժշկությունը, սիրեցինք, մենք որոշեցինք, որ պետք է դառնանք բժիշկ եւ օգնենք հիվանդներին։ Պապիկս էր եղել հիվանդ, մենք սպասում էինք, որ բժիշկը պետք է գա եւ պապիկս լավանա։ Դրանից հետո որոշել ենք, որ պետք է դառնանք բժիշկ։ Հրաշալի։ Քույրերի մասին մի քիչ պատմեք, նրանք արդյոք այս պահին աշխատում են որպես բժիշկ եւ եթե այո, որտեղ են աշխատում։ Փոքր քույրիկս աշխատում է ինձ հետ այստեղ, ինքը մանկաբույժ է եւ ինքը իրոք սիրել է մանկաբուժությունը փոքրիկներին, մինչեւ հիմա այստեղ է աշխատում, իսկ մյուս քույրիկս միջնակը ինքը աշխատում է Երևանում որպես թոքաբան։ Շատ լավ, հրաշալի։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ պարտադիր նշել, որ մի հրաշալի բժշկական կենտրոնում ենք, Դիլիջանի բժշկական կենտրոնում, եւ մի տեսակ ընտանիքի նման է, երբ նկարահանում էինք մեր նախորդ բժշկուհուն, անմիջապես հետո այսպես մոտենալ, մազերը ուղղել, փորձել օգնել եւ այլն, այ ուզում եմ մի քիչ այս ընտանիքի մասին խոսել, որովհետեւ կարծեք թե սա ձեզ համար դարձել է բառի իրական իմաստով ընտանիք եւ շատ մեծ սեր եք վայելում նաեւ ձեր գործընկերների կողմից։ Այո, մենք բոլորս էլ որպես մի ընտանիք ենք, մեկը մեկի համար շատ մտածում ենք, մեկը մեկի համար ուրախանում ենք ամեն մի փոքր հաջողություններին եւ բոլորս ուզում ենք, որ ինչ-որ մի բան օգնենք, բոլորս ուզում ենք, որ Դիլիջանը ծաղկի եւ ունենանք լավ բժշկություն։ Իսկ թիմային աշխատանքը հենց կոնկրետ մարդկանց բուժելու իմաստով որքանով է օգնում, որքանով է օգտակար։ Համագործակցությունը մեծ նշանակություն ունի, որտեղ եթե մեկս մեկի չօգնենք, եթե զգում ենք, որ ինչ որ մի բանում մենք չենք հասկանում, դիմում ենք։ Ամեն մեկս ունենք այդ բոլորս էլ նույն բանով օգնում ենք եւ բոլորս ուզում ենք, որ հիվանդին լավ լինի։ Այո, հանուն հիվանդի, այո։ Հանուն հիվանդի համար, հա, օգնում ենք եւ ստացվում է։ Շատ լավ, հրաշալի, ես ուզում եմ խոսենք նաև հենց ձեր բուն մասնագիտության մասին, ես միշտ եմ ասում, երբ որ մարդը մասնագիտացված է մեկ ուղղությամբ, իր անելիքը հստակ գիտի, ավելի հեշտ է, քան թերապևտի դեպքում, որ դուք պիտի ամեն ինչ, այսինքն բոլոր հիվանդները նախ գալիս են ձեզ մոտ, հետո դուք պիտի փորձեք ուղղորդել եւ այլն, այս առաջնային օղակում լինելը ինչ է, ինչ դժվարություններ է ենթադրում։ Դե առաջի օղակում լինել միշտ այսպես իրոք դժվար է, դու պետք է զգոն լինես, դու պետք է իմանաս, դու պետք է քեզ կրթես,
որ կարողանաս այդ օգնես հիվանդին եւ ճիշտ ուղղորդես։ Օրինակ ես մի բան ասեմ, ես վերջերքս եղավ դեպք, որը որ այնքան գոհ եմ եւ ստացվեց հիվանդը եկել էր սավսեմ ուրիշ գանգատներով, բայց որոշեցինք շտաբ արեցինք ամեն ինչը ուղղորդեցինք Երևան, փրկեցինք հիվանդին, սուր ինֆարկտ էր զարգանում մոտը, բայց այս ստացվեց մեր մոտ եւ շուշուտ է այդ ձևի բաներ լինում, այս վերջերքս երևի շատացել է սրտային հիվանդությունները, կարդիովասկուլար դեպքերով էլ եւ թվում է թե թերապևտները մարդկային կյանքի հետ անմիջական են ծանր դեպքերի հետ գործ չունեն, բայց պարզվում է որ ունեն եւ այն էլ շատ բժշկուհի իսկ բնակչության հետ աշխատելու համար անսահման մեծ համբերություն է պետք առաջին հերթին ես վստահ եմ հատկապես երբ օրինակ շատ հաճախ ինքնաբուժությամբ են զբաղվում, շատ հաճախ ուշ են դիմում եւ այլն այս համագործակցության մասին որտեղ մենք իմացանք որ դուք Դիլիջանում իսկ շատ սիրված բժշկուհի եք, ինչպես է հաջողվել լինել սիրված բժշկուհի։ Երևի սիրված, ինչ ասեմ, ժողովուրդը առաջին դեպքը, առաջի անգամ, որ ես եկա Դիլիջան եւ շփվեցի ժողովրդի հետ, երևի փափուկ լինելը առաջի հերթին ճիշտ կողորոշվելը ու ուղղորդելը ժամանակին որ հիվանդին լավ լինի, հիվանդը շուտ բուժվի, ապաքինվի։ Շատ լավ։ Եվ մեր նախագծի շրջանակում մենք ուզում ենք նաև օգտակար գործողության գործագիծը մեծացնել, կարևոր առանցքային խորհուրդներ, որ կտա թերապևտը ազգաբնակչությանը, որոնք են, ինչ կանոնների պետք է հետևել ընդհանուր առողջությունը պաշտպանելու, պահպանելու համար։ Առաջի հերթ պետք է հիվանդը, ժողովուրդը պետք է հավատա բժշկին, պետք է դիմի բժշկին անպայման, որտեղ մենք ունենք ահագին սկրինինգային ծրագիրներ, որոնք որ շատ բանի օգնում է եւ շատ բանը, շատ հիվանդություններ կանխում ենք։ Ուղղակի ուղղորդում եմ բոլոր հիվանդներին, բոլոր մարդկանց, որ դիմեն, չվախենան, որտեղ շատերը վախենում են, շատերը չեն ուզում դիմեն, դիմում են ոչ արդեն ուժ ժամանակ, բայց այս վերջերքս ոնց որ տենդենս կա, որ գալիս են եւ կանխար այդ ամեն ինչը ժամանակին ենք ուղղորդում բուժման համար։ Շատ լավ, եւ այո, պետք է առողջապահության ոսկե կանոնին հետևել, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, եւ երբ որ հասնում ենք արդեն բուժման process-ին, ամեն բան շատ ավելի դժվար է տրվում։ Հետեւաբար ժամանակ առ ժամանակ տարին մեկ անգամ հատկապես այստեղ ամեն բան ըստ էության անվճար է, այսինքն ընթացիկ հետազոտությունները պլանային անվճար են, պարբերաբար կարելի է դիմել, հետևել սեփական առողջությանը։ Շատ լավ, դուք այն բժիշկների դասին եք պատկանում ովքեր հսկայական աշխատանք են կատարել, բայց սարսափելի քչախոս են։ Այնուամենայնիվ մենք ձեզ շնորհավորում ենք, որ ընդգրկվել եք 100 լավագույն բժիշկների մեջ, դուք դա իսկապես վաստակել եք ձեր շուրջ կես դարյա աշխատանքային գործունեության ընթացքում եւ կցանկանանք լսել նաեւ ձեր մաղթանքը առաջին հերթին բժիշկներին, որովհետեւ այս օրերին նշում ենք բժիշկների մասնագիտական տոնը, ինչպես նաեւ առհասարակ բոլորին հայրենիքին, հայությանը Նախ բժիշկներին առողջություն, համբերություն եւ երկար աշխատանք, երկար տարիների աշխատանք։ Ես ուզում եմ, որ բոլորը աշխատեն երկար։ Երկրորդը ժողովրդին նորից առողջություն եմ ու մի քիչ ժողովուրդը պետք է հավատա երևի իրան բժիշկներին։
Հավատալ բժիշկ։ Հավատալ։ Այո, հավատալ եւ սիրել եւ գիտեք առհասարակ երբ չկա հավատը, երբ չկա վերաբերմունքը, դա շատ ավելի հաճախ պատճառը այն է, որ երբ մի սարսափելի դժբախտ դեպք է պատահում, ամբողջ մամուլը խոսում է պարբերաբար, այսպես անընդհատ խոսում են վատ բժշկի, վատ օրինակների մասին եւ մենք շատ քիչ ենք տեսնում լավ բժիշկներին, իսկ իրականում լավ բժիշկ են բոլոր բժիշկները եւ այս նախագծի նպատակն էլ բոլոր բժիշկներին ասել շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ այդքան նվիրյալ եք։ Այո, հավատացեք բժշկին, հավատացեք եւ վստահեք, որովհետեւ ձեր առողջությունը ըստ էության նրանց առաքելությունն է, առաքելություն, որով բժիշկը ծնվում է։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։